Կարծեք մտավախություն չունեք եւ նա կողմ արտահայտվեց, որ թուրքական կապիտալը բացվելուց հետո ինչ կա, որ թուրքական թուրքեր հյուրանոցներ եւ այլն բացեն Հայաստանը։ Առաջի հարցը սենց ասեմ, վերջի անգամ երբ հարց ուղղվել էր Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես եվրոպական ընկերությունների մասով, Փաշինյանն հայտարարել էր, որ դեռ որևէ հստակություն չկա եւ պետք է հստակեցնենք։ Հիմա չգիտեմ, եթե կառավարությունը հստակեցրել է, թող ասեն, թե ինչ են հստակեցրել, ովքեր կարող են մասնակցել։ Եվ ընդհանրապես, երբ խոսքը գնում է այդ ճանապարհի միջանցքի մասին, կարծեմ ինքը պարամետրը բառներ օգտագործել, այսինքն ով է կառուցելու, ով է շահագործելու, ով է օգտվելու, թե ընդհանրապես ով է կառուցելու։ Դա առաջին, երկրորդը մեծ շուկա, փոքր շուկա։ Եվ մեծ շուկա եւ փոքր շուկայի հարաբերությունների պետք է պատրաստ լինել։ Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից։ Առաջի հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, երկրորդ հարվածը գալու է տեքստիլի վրա, այսինքն տնտեսության բնագավառներ, որոնք էապես, կամ ոչ թե էապես, մեծապես սոցիալական նշանակություն ունեն։ Եվ երրորդը, ես կարող եմ ձեզ ներկայացնել էկոնոմիկայի նախարարությանը, իմ ուղարկած հարցումը եւ իմ պատասխանը, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա 2021 թվականին թուրքական ապրանքների վրա ամբողջական էմբարգո։ Կարդում ես եւ ուզում ես անընդհատ կարդաս։ Մարդիկ հիմնավորել են, թե տնտեսությունը ինչքանով է դրանից դրական ազդակ ստացել։ Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում, թուրքական, այո, մի տարով որ փակեցին 2021 թվականին։ Դե ներողություն, տեսեփական արտադրության ավելացում, ներմուծման փոխարինում տեղականի հաշվին եւ նաեւ ասկնի իտալական ապրանքներ, ընդհուպ բելարուսական եւ այլն, իրանական։ Այնպես որ ես կարծեմ, որ կառավարությունը կամ էկոնոմիկայի նախարարությունը ճիշտ կլինի, որ հաշվարկ ներկայացնի։ Ես ինքս 13 թե 14 թվականին եղել եմ փորձագիտական խմբի անդամ եւ մենք հաշվարկել էինք, օրինակ, երբ Հայաստանը պատասխանում էր Եվրամիության հետ խորհրդի համապարփակ ազատարարի գոտու համաձայնագիր կնքել, դա Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա։ Նման հաշվարկ այսօր կառավարությունը չի ներկայացնում, որովհետև իրանք էլ են հասկանում, թե դա ինչով է եղել։ Պապոյանը ասում է, որ այսպես թե այնպես այդ ընկերությունները կան, թուրքական այստեղ հատկապես տեքստիլ ոլորտում եւ ապրանքներ բերվում են, այստեղ բրենդներ կան, այսինքն որևէ խնդիր չի լինի։ Իսկ դա նույնն է, ոնց որ ասես, դե միևնույնն է, թմրամոլությունը կա, այն օրինականացնենք, բրցենք էլի։ Թեթևից սկսած մինչև ամենածանր օգտագործումը։ Խաղաղություն կլինի, այդպես ասում է, հարևանները որ ներդրում անեն, խաղաղություն կլինի, դեմ եք բան։ Դա ուրեմն տնտեսական որևէ հիմնավորում չունի, կա ամենապարզ օրինակը, որ ասում է, թե պատերազմ սկսելու որոշում կայացնեին տնտեսագետները, ապա երկու համաշխարհային պատերազմները երբեք չէին սկսի։ Իսկ խաղաղությանը դեմ չենք եւ հենց այդ պատճառով դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ինքը բերում է ոչ թե խաղաղությունն, այլ բերել է պատերազմ եւ բերում է տառապանքներ եւ արտաքին ռիսկերի մեծացում։ Գիտեք, մի բան էլ ասեմ, օրինակ հարցը որ տվեց 1980 խնդրեմ։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ հոգեբանական տրյուկ անում, ասում է ինձ ընտրել է ժողովուրդը, ուրեմն եթե դեմ ես ինձ, դեմ ես ժողովրդին։ Չէ, ժողովրդին դեմ չենք, որովհետեւ դու ընտրվել ես լրիվ ուրիշ խոստումներով։ Եվ երկրորդը, քեզ ընտրել է ժողովրդին, այո, եւ քեզ ընտրել է ժողովրդի 27-28%-ը։ Դեմ ես ինձ, ուրեմն դեմ ես խաղաղությանը, չէ, դեմ ենք քեզ, դեմ չենք խաղաղությանը։ Ճարտարային ծրագրում առաջնային տեղ էր գրավում հենց խաղաղության մասին, ինչը ես հիմա կատարել եմ։ Այդ դեպքում իր ծրագիրը պետք է ներ ընդհանրապես մի նախադասություն։ Այդ դեպքում իր ծրագրի մեջ կային էական հակասություններ եւ երկրորդ այն ժամանակ ինքը կան խաղաղությունը տեսնում է Շուշի եւ Հադրութի դեօկուպացիայի Արցախի հակամարտության կարգավորումը անջատում հանուն փրկության բանաձևի մեջ իրականացնելու մեջ։ Հիմա փոխվել է այդ ամեն ինչը, դա մեկ։ Երկրորդը ինչ խաղաղության մասին ենք մենք խոսում։ Եթե երկրի տարածքի մի էական հատված օկուպացված է թշնամու կողմից, եւ թշնամին լկտիաբար ուրեմն խառնվում է քո ներքին գործերի մեջ։ Օրինակ սահմանադրության փոփոխության պահանջը դա միջամտություն է քո ներքին գործերին։ Տեսեք, նույն այդ փաստաթուղթը, որը նախաստորագրվեց։ Հիշում եք, չէ՞, որ նախաստորագրումից օրեր առաջ, լավ, դա նախորդող
շաբաթներ Ադրբեջանը մշտապես գնդակոծում էր Հայաստանի Հանրապետության հարավ Սյունիքը, մասնավորապես նախկին Գորիսի շրջանը։ Դա պարտադրված խաղաղություն է, ճակերտավոր, պարտադրված թուղթ է։ Ինչի նշանակում մեզ բերել եմ խաղաղություն։ Պարոն Պապյան, Ինչ ուզել ա, ձիճել ես, հիմա որ չզիջես, էլ եք շարունակեն գնդակոծել։ 2 ամիս արդեն ամսից ավելի է, բայց այսպես ինչ-որ պաշտոն տեղեկատվություն կա Միացյալ Նահանգներից գալիս են, ուսումնասիրում են եւ այլն էս Թրամփի ուղին, բայց Պապյանն էլ քիչ առաջ ըստ էության ասաց, որ դեռ որևէ շոշափելի բան չկա։ Երբ Նոբելյան մրցանակ չստացավ Թրամփը իր խաղաղարար քայլերի համար, հնարավոր է նրա հետաքրքրությունը եւ շատ փորձագետներ են ասում, որ նրա հետաքրքրությունը այս տարածաշրջանում մարելու է, որտեղ իր ամենագլխավոր խնդիրը հիմա Չինաստանը եւ այս վերջին որոշումը 100%-ով այսպես ավելացնել այդ Որը ցնցեց ֆինանսական շուկան։ Այո, հնարավոր է, որ այս Նոբելյան մրցանակից էլ որ չստացավ, ամբողջությամբ այս ծրագրի վրա քար գցվի, թե դա գլոբալ առումով ոչինչ չի փոխելու։ Նախ առաջինը որ խոսում են TP կամ Թրամփի ուղու մասին, այդ մենակ այդ 42 կիլոմետրին է վերաբերում։ Մեզ պետք է հետաքրքրի, ոչ թե այդ 42 կիլոմետրը, այլ մասնավորապես երաս-Խսադարակ հատվածը։ Երաս-Խսադարակ հատված երկաթգիծ այսօր չկա։ Հասկանում եք, վերցրեք քարտեզը։ Պապայան ասում է մի կիլոմետր դեպք սարքենք։ Այն չի չեն սարք։ Ասում է դիչ մի խնդիր։ Իսկ այսքան այդ սար երասքից մինչև սահման, հա, բա սարմասը Երբ կլինի, եթե դա լիներ, դա պետք է լիներ այդ թղթի մեջ։ Այո։ Ես Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել։ Ինչ փուլում է գտնվում իր հունվարի 8-ին հնչեցած առաջարկը, չգիտեմ երբ են ներկայացրել, դե մենք կոնկրետ ծրագիր ենք ներկայացրել, ուրեմն Երաս, Խսադարակ, հետո ներքև Նախիջևան, Օրդուբադ, Մեղրի եւ Հորադիզ այդ ճանապարհի կառուցումը։ Հույս ունեմ պատասխան կստանամ։ Այսինքն եթե դա չկա, ինչի մասն ենք խոսում։ Դա մեզ ինչ է տալու, թեկուզ աշխարհի ամենալավ ճանապարհը անցնի Հայաստանի տարածքով, եթե դա չկա, կլինի կխոսենք։ Մյուս այս իշխանությունները խոսում էին ամբողջական ապաշրջափակման մասին։ Ամբողջական ապաշրջափակումը ներառում է նաև Իջևան-Ղազախ ճանապարհը, որովհետև օրինակ Թբիլիսի ճանապարհը Ղազախով շատ ավելի կարճ է եւ դեպի հյուսիս ճանապարհը շատ ավելի կարճ է։ Քանի դա չկա, մենք ունենք մի բան Ադրբեջանի կողմից պարտադրված է եղել։ Կառավարությունը 22 թվականին առաջարկել էր 3 սահմանային անցման կետ բացել։ Սոտքում, Քարաունջում եւ Երասխում։ Ուր այդ կառավարությունը չշրջանառեցնել այդ որոշումը, որովհետեւ ամբողջը ինչ էս կառավարությունն անում է ադրբեջանական պարտադրանքի արդյունքում։ Ձեր հարցինի պատասխան դժվարանում եմ ասել, վստահեցնում եմ, որ այսօր Միացյալ Նահանգները շատ ավելի կարևոր առաջնահերթություններ ունի, առաջնահերթություններ ունի, մասնավորապես Չինաստանը եւ Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը բարբերաբար իրեն Ռոբերտ Քոչյանը դեմ չի, որ այս ճանապարհը լինի, Սյունիքով, Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահսկի Հայաստանի Հանրապետությունը, բայց ավելի երկար Հայաստանի Հանրապետությունը միշտ հանդես է եկել բոլոր ճանապարհների ապաշրջափակման օգտին։ Դա իր մեջ երարում է նաև այդ հատվածը։ Եվ բնականաբար, եթե երկար լինի, այդքան այդ տնտեսական ազդեցությունը, ներքին սպառման ազդեցությունը ավելի մեծ կարող կլինի, ակնհայտ է, բայց ես էլի եմ դա որակվեց, երբ որ այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց ընդդիմության կողմից, որ սա նշանակում է մեր տարածքը տալ, միջանցք տալ, հիմա դուրս է գալիս Ռոբերտ Քոչյանը ասում է դա։ Ոչ, խոսքը ուրիշ բան է, քո վերահսկողությունը։ Տեսեք, որ ասում է դե 1 կիլոմետր բանա կանենք, այնտեղ հստակ գրած է, Հայաստանը տրամադրում է անխոչնդոտ անցում, որն այդ անխոչնդոտ անցումը վստահաբար դուք տեսել եք հարցու պատասխանը կառավարության հետ, պատասխան չտրվեց։ Ավելին ասվեց, բերվեց օրինակ, որը սխալ է։ Այսօր որ գնանք Դուբայ, մեզ կհանդիպի որպես կանոն բարեհամբույր սահմանապահ, ոչ թե ռոբոտ, որ ինքն ասում է դե մարդկանց հետ չի լինելու շփում։ Անխոչնդոտ անցում ՀԱՏՄ անդամ երկրների միջև, օրը բացվում է Լարսում խնդիր ունենք, օրը փակվում է Լարսում խնդիր ունենք։ Այսինքն այդ հարցին չպատասխանեց, փորձեց կեղծ տեղեկություններով դա կոչի։ Մյուսը, որն է Հայաստանի փոխադարձ առավելությունը։ Որն է Հայաստանը կստանար փոխադարձ առավելություն, այգ, եթե բացվեր Սադարակ Երաս հատվածը, ստանով մենք Սյունիքի մարզը կկապեինք Արարատի մարզի հետ։ Դա չունենք։
բեն, եթե բացվեր Գյումրի Կարս երկաթուղին, դա մենք չունենք։ Ավելին ասեմ, թուրքական պետությունների կազմակերպությունը վերջերս երբ Գաբալան իդենց ուրեմն համաժողովի ժամանակ իրան կարևորեցին Զանգեզուրի միջանցքը, փաստորեն Փաշինյանի խնդրանքը Ալիևը չի հարգել եւ մնացած երկրներն էլ չեն հարգել եւ խոսքը գնացել է Բաքու-Թբիլիսի Կարսի մասին։ Կարս Գյումրի ճանապարհի մասին խոսք չկա։ Մյուս խնդիրը ել եմ ասում, Իջևանից դեպի Ղազախ ճանապարհը դա քեզ ավելի կարճ կհասցնի մինչև կարճ ճանապարհով կհասցնի Թբիլիսի, դա քեզ ավելի կարճ ճանապարհով կհասցնի դեպի Արևելք, դեպի Կասպից ծով։ Եթե դա չկա, մենք չունենք որևէ ապաշրջափակման հույս, այսինքն մենք ունենք Ադրբեջանի կողմից պարտադրանք եւ տալիս ենք միջանցք իդեմս անխոչնդոտ անցման։